Ողջույն բոլորին երեխեք ջան, մինչև ես գիրք էի կարդում, Խորենը եկավ խանութից, խնդրել էի Դավիթ նոր զուգանակոնք բերի, որովհետև նախորդը լրիվ արդեն պիտանի չէր, տեսեք արժեքը 1500 դրամ, շատ պուպուշիկն է, խորես։ Լավ, դե գնա բացի, որ օգտագործես, ես էլ այստեղ կարդում եմ լյոխկի սպոսոբ избавиться от эмоционального переедания, հայտնի հեղինակ Ալենկարի գիրքն է, որ կարդամ ինչ որ հավես բաներ բացահայտեմ, անպայման ձեզ հետ էլ կկիսվեմ։ Իսկ ձեզ մաղթում եմ բարի դիտում։ Հավես ա դա։ Գնա փորձի։ Ջուր եմ դրել, որպեսզի քյուրթա սարքեմ, քանի որ քյուրթայի թասը, որի մեջ սարքում եմ, միշտ դժվար է լվալ։ Ես մեթոդը գտել եմ, հենց այդ ամանով, որով վաճառում են, այդտեղ տեղ է լինում, այդտեղ ավելացնում եմ հավքիթը, ավելացնում եմ սոխը, լավ հարում եմ ու միանգամից հենց այդ պլաստիկովի ամանից էլ ձևավորում եմ գնդիկները, գցում եմ եռացող ջրի մեջ։ Շատ հեշտ է, շատ աշխատող լայֆհակ է, так что կարող օգտագործեք։ Ձեր հետ լինում է, որ միանգամից չափազանց շատ բան եք ձեր վրա վերցրած դինում ու գաղափար չունեք ոնց եք այդ սա հասցնելու, որովհետև գերմարտկային ջանքեր են դրա համար պահանջվում։ Ինչ եմ հարցում, որովհետև հիմա իմ մոտ այդպիսի մի պերիոդ է, ես իմ վրա չափազանց շատ բաներ եմ վերցրել։ Այդ թվում անգլերենը, որ պիտի պարապեմ, դուք ես ինչ որ ասում եմ, դուք դա դիտարկեք մամայությունից, տան գործերից զատ, հա, այդ սախ կա ու դրանք կից անգլերենը, նյութեր, որոնք պիտի անգիրանեմ, ավելի ուշ կասեմ ինչ են իրանք, այս գիրքը, որը այստեղ եմ հասել, պիտի ավարտեմ, ցանկալի ավարտել մինչև հուլիսի վերջ։ Ուրիշ գիրք, այդ Ալենկարի գիրքը նիհարելու համար, որը եկավ միացավ այս թեմային, ուղղակի շատ օգտակար գիրք է, ես ուզում եմ իրան կարդամ, բայց ինքը տես նպատակ չունեմ արագ կարդամ պրծնեմ, չէ, ինքը ավելի ասես մտածելու, մարսելու գիրք է։ Դրանից բացի ունեմ օնլայն գիրք, որը կարդում եմ, ու էլի համարյա անգիր պիտի անեմ իրան։ Էլ մի բանն եմ, որ ես պայն մոռացա, մի հատ է գիրք կա։ Դու այդ սաղ պիտի հասցնես ու պլյուս մոնտաժը սոցհարթակների համար, նյութեր նկարել սոցհարթակների համար, դա իմ աշխատանքն է, ու դրան գումարած գնալ տարբեր միրապրիատիաների, որ իդեպ մազերից ձեռ տվեցի, հիշեցի։ Ուրեմն այս Նատալիա Օրերոյի համար մազերից, որ պլոյկայով փաթաթեցի, պլոյկան ինձ նվերել է իմ տղա հետևորդներից մեկը, Նարեկ անունով, տարիներ առաջ։ Ու ես անկեղծ ասած չէի օգտագործել իրան ոչ մի անգամ, որովհետև ծույլիկ է։ Բայց Նատալիա Օրերոյի կերպարի համար ինքը շատ անհրաժեշտ էր, ու ես իրան օգտագործեցի ու թույլ տվեք ասեմ, այն բուբլիկով, որ փաթաթում եմ մազերս, չի պահում աբսոլյուտնը, դաժե լաք եմ ցանում 0, 20 րոպե հետո մազերս ալիքներ է դառնում խոճուճներից։ Իսկ ես պլոյկան 10 րոպե եմ հատկացրել, արագ փաթաթել, մի 3 վայրկյան պահել, քանդել, որտեղ ուշանում էի, ու ոչ մի լաք չեմ ցանել, միան նայեք ինչ թույն է պահպանել։ Միակ բանը, որից մտահոգում է, սենց որ անում եմ, զգում եմ, որ վառել է մազերս։ Եթե վառելու հաշիվը չներ, ինքը շատ թույն, մազահարդարման մեթոդ է, բայց այնուամենայնիվ իրան երբեմն կարելի է կիրառել, դաժե եթե մի քիչ վառում է, մերթ ինչ որ տոնորերի կարելի է անել, որտեղ ինքը շատ թույն պահպանում է ռեզուլտատը։ Որեն այսօր մալինա է բերել իմ համար, նո, տիրան, գիլաս, մալինա, կուզնիկա լավը չի եղել, որ չի բերել, որտեղ որ լավն է լինում բերում է։ Սիրտս ահավոր միրգ ուզում, բայց մինչև այդ մի հատ քյուրթա պատրաստվի ճաշեմ, որտեղ նախաճաշել եմ, բայց ճաշի ժամը դեռ չեմ արել ճաշ։ Իդեպ, ես էլ ասեմ ու գնամ, Ալենկարը մի հատ էլ գիրք ունի, որ կոչվում է Полезный сахар, вредный сахар, այսօր իմացա, այս գիրքը որ կարդում եմ, այդտեղ էր գրած, ուզում եմ անպայման հետո դա էլ կարդամ, որովհետև դա էլ է մարդու մշլենիան փոխում, հա, որ քաղցրին, կոնֆետներին, բաներին ուրիշ ձև ես վերաբերվում ավելի, դա էլ կկարդամ, ուղղակի ցավոք ժամանակս չի ներում, որ շատ բան եմ ուզում անեմ, քիչ բան եմ հասցնում, այսպես մի հատ պրոբլեմ կա։ Ну ничего, я все успею, հիմա սրա ժամն է։ Իդեպ այդ տեղին մարկերներով որ նշում եմ անում, հետո այդ մարկերները ցնդում են, այդ շատ վատ է։ Ճիշտ է, մի թեթևելի երևում է, որտեղ եք եմ նշել, բայց ուզեի ավելի յարքի բնարել ինքը։ Ոնց որ թուղթը կլանում է, սնքում է գույնը։ Մենք դուրս ենք եկել երեխեք ջան, սուսիկ ենք գնում, մտնենք մի քանի միրգ առնենք,
ու գնանք տատիկ պապիկին տեսակցելու։ Արի ստեղ սպասի, պապան խանութ է մտնում, դա։ Մի քիչ պատրաստվեցի, ինձ կարգի բերեցի։ Դավ, մի կպի հայտ հա ապակուն, ընդեղ մաքրել են ջոջաները տանջվել են։ Մաքրել, բարոքա։ Դե, չմտես ստեղ, սաղ կեղտ ես ընելու։ Պապան առևտուր արեց, ընկնում ենք ճամփա։ Քանի դավը ինձ վերջնակապես չի գժվացրել։ Գոնկա։ Չէ, գոնկա պետք չի, գնում ենք, արի։ Նստել են մեր այդ խանութի աշխատող տղայի կողքը, ասում եմ գնանք հլը խոր տեսնենք կգա, խոր կազմա բող չէ, մեղքս գալիս է, չի տեսել, որ ուզում ենք գնալ։ Չի էլ գա իր համար զբաղվում է, իրա սիրում են։ Համբեր գնում է տեսնի շուն կա, թե չէ, այդ շների հյուրանոցում։ Չկա, չկա։ Դիտմամբ եմ ցածր նկարում, որ անծանոթների դեմքերը հնարավորինս քիչ լինի կադրում, որովհետև Հայաստանում այդ շատ պրոբլեմ է։ Մարդ ես կարող է կռիվ գա վրաս։ Վիտրինաները չափչփելով գնում ենք։ Դե եկեք, դավ, սենց մենք 2 ժամից նոր կհասնենք։ Կընկնի Արտաշես, Սարիկ Նավանյա կազմակերպելու տեղ ես գտել։ Յո։ Սուսիկը չախոբիլի է սարքել, կակրած չեմ ընտրել։ Հանգիստ, հանգիստ։ Դու էլ տուկ-տուկ արա, դավ։ Հասցի ես քեզ։ Հա, մի հատ խորցով հասցնի, թե չէ լավ ավարտություն։ Ուպս։ Այլի սամկը թանք։ Զանգ, պատիկ դուրը փակի։ Պապիկը փակի դուրը, պապիկ։ Այլը փակի։ Արտաշեսը բան է անում, դաշնամուրա պրակտիկավայց անում, ես սաղ կյանքից մեջ մի հատ երաժշտություն գիտեմ, էդ էդ սովորացել, հիմա պրակտիկա, մենք էլ միրք ենք ուտում, չախոբիլ են գերա բրնձով, շատ համով էր, հիմա մրգի ժամը, տեստակադրի որակը մի քիչ վատն է, բայց նայնցա, որ արդեն գիշեր է, ես լույսս չեմ վերել։ Մենք բակում ենք էլի, մեզ մոտ իրականում նոր օր է բացվել, երեխեքին իջացրել ենք հեծանի և ինքնագլոր քշելու ինքը սամական։ Որենը բանկոմատի այդ գործ ուներ գնաց այդ հարցերով հեսա կգամ, ես էլ դիրություն եմ անում։ Հետևում եմ, որ իրանց չավիրեն, չտան, չջարդեն, չմնեն, ինչը սիրում են երեխեք անել։ Դավ ջան, շատ են կոմի գնա, բալես։ Միակ ուշադիր, բալ ուրիշ մեքենաների չխփես։ Կամաս Դավուկա ջան։ Խորիկ ենց ասում եմ, ձեզ հետ դուրս գալուց ես ամաչում եմ, ոնց որ են գնչուական տաբրներից ընեն, ուտելիքները առած, ես կում խմելով ուտելով գալիս են։ Ասմա դե կներես քո բանը սվետսկի վիչիրինկաներից հետո մերը տաբրա։ Ես փողոցը նենց նեղա անհալմաշ։ Գնացեք հասնենք են լայն փողոց, որ հանգիստ քայլենք։ Արի դավս։ Թե չէ անդադ տպացունա, որ ճանապարհը փակում ենք։ Բաղբաղակ առանք ես գժոներից, իրանց ուզածը։ Եվ շարունակում ենք մեր ճանապարհը, ճիշտը որ ասեմ իմ սիրտն էլ էր շատ ուզում, բայց ինձ զսպեցի, դիմացա և չգնեցի։ Ասելա լաբուբուներից մեկը, որոշեցինք ես լինի Դավինը, մյուսը այսօր էքուս կհասնի, էդ էլ կնի Արտաշեսինը։ Հիմա բացենք տեսնենք։ Մի րոպե ես։ Դե թող ինքը դայ, վաբշե դե դիրա սյուրպրիզներ։
Սևը չի։ Սևը չի։ Սևը լրիվ սևը, այդ սևը չի Արտաշես։ Էդ իրա ուզած։ Այդ տղա սևը հլմյա ցույց տու նկարի վրա սև։ Հա, մասյո։ Կաղաքոնն էլ է սև գալիս, սպասի, ինչ գիտես։ Լսի, սևը ռետկի չի, սևը ամենաշատ պատահողն է։ Այ տրենդների զոհեն է, տրենդ։ Հա, սևը, սա օձիվներում սևը ամենաշատն է անգնի։ Միա թողնայի կտա դա։ Որտե՞ղ միստում այս իսկական լաբուբուները չեն, սրանք պատենտ են։ Չէ՞ խոր, սրանք պատենտ են։ Էս ինձ էլ է թվում։ Հա, իսկականները թանկ են, 20 քանի հազար է կարծեմ իսկականը։ Կարող է քեզ նենց հանգնում, մազը հետ այսօր չեն կտրում, Արտադավը այս լաբուբուն զիջեց Արտաշեսին, փոխարենը պապան առավ խաղալիք, մինչև կգա են մյուս լաբուբուն, այդ մեկն էլ կնի Դավինը, որտեվ Արտաշեսը հենց այս գույնն էր ուզում։ Գնացինք խորովածը վերցնենք, խորոված ենք պատվերը, խորիկի սիրտը ինչքան ժամանակ է ուզում է։ Խորովածը վերցնենք, գնանք ընտրելու։ Մենք հասանք տուն, խորինի մոտ մի կես ժամից 10-ա ուզում եմ հասնենք ընտրել։ Մեր այս ներքևի Սերյանի խանութից առանք այսպիսի պանիր, ասեց իմ տատիկն է սարքում, վերցրել ենք, տնական կաթողա։ Եվ հավի բուդ եմ վերցրել, բացի հետ վերցրել ենք խորովածը, երեք շշի կարգ ենք վերցրել զուտ ընտրելու համար, հա, թան, երեխեքին ջուր և ջուր, всё, такие вот пирожки, прям потом հոցը։ Ես այստեղ զբաղված էի խոհանոցը կարգի բերելով, պասուդամոյկան զագրուսկ արեցի, ինչը ձեռքով լվալու էր լվացի, պասուդամոյկայի աղն էր վերջացել, փայլացնող հեղուկը լցրեցի դրանք էլ։ Հիմա անցնում եմ ճաշապատրաստման պրոցեսին, պիտի պատրաստեմ ծաղկակաղամբ ձվով, խորենի պատվերն ինքն է սիրում, կարտոֆիլ կտապակեմ եւ այսօրվա գնած պանիրը ուզում եմ աղաջուր դնեմ, որովհետեւ շատ ենք առել մի քիչ, եթե չդնեմ ինքսավ դեղնելու է, չորանալու է։ Աղաջուրը բռնեցի, իհարկե ես գիտեմ հավկիթով աղաջուր բռնելու տարբերակի մասին, բայց անկեղծ եմ ասում, ինչքան ուզում եմ լվամ, ես հիմա կզզվեմ հավկիթով աղաջուր բռնեմ, թեև իմ մանկության ժամանակ արել են այդ, մեր ծնողները բան բոլորը անում են, հիմա էլ դուք էլ գուցե անում եք, ոչ մի դեմ արտահայտվելու բան չունեմ, բայց ինքս չէի ցանկանա, դրա համար աչքաչափով եմ արել, հուսամ որ քիչ չի կամ չափազանց չի ու օքեյ կլինի, դե ես կհետևեմ ընթացքի, եթե ես կամ ուզում եմ լեղկի, ուրեմն քիչ է։ Ջան, Մյա մաքի չուտա, դրվես, մյա բլեք, մյա միամոլերեք։ 5 լեզվով խոսում է, բան չէ, միամորեն ես ուզում երկես, լավ, մի բան կանենք հեսա։ Երեխեք կարտոֆիլը հենց նոր անջատեցի, վրան սամիթ եմ կտրատել, հետ տակի հատված ավելի կարմրած է, դիտմամբ էլ չեմ պտտել, որ այս կողմները կարմրի, չի ուզում շատ ժարիտ լինի, այնպես որ այս մեկը վերջ, հիմա ցույց տամ նաև ծաղկակաղամբը, որը եւս պատրաստ է։ Ծաղկակաղամբին ավելացրել եմ մի քիչ սև բիբար, հավկիթ, 1 հատ էր հավկիթ տանել, եւ աչետը 2 հատ էր, բայց այն մյուսը պարզեցի, որ ադդուշի ճաքած է ու հետեւաբար ինքը ուտելու ենթակա չէր։ Այդ կարգի ճաքած ու ճղված թաղանթով հավկիթը վտանգավոր է ուտել։ Մի խոսքով մի հատ էր, ու սխտոր եմ կտրատել, շատ անուշաբույր է եւ շատ համեղաստացվել։ Գիշերվա 1000-ն է, արդեն պատրաստվում էի գնալ պարկեր, սա գործողությունները արել էի, մեկ էլ հիշեցի, որ ես հավի բդիկներ ունեի, որոնք չեմ եփել, ես չեմ սիրում հավը սառնանում առանց եփել թողնել, որ հնանա։ Հենց թավայի մեջ ֆարշիրավայց եմ արել, հիմա ձեթ չկա, հիմա դուք մի փոքր համեմունքախառը ջուրն եք տեսնում, այսինքն կարմիր պղպեղախառը ջուր է։ Հիմա այդ ջուրը կգոլոշանա, նոր մի փոքր ձեթ կլցնեմ, որովհետև հավի բդիկները հավի ամենայուղոտ մասն են, հետևաբար այստեղ շատ ձեթ անելու հարկը չկա։ Մի խոսքով սա էլ պիտի պատրաստեմ նոր հանգիստ խղճով քնեմ, որ երեխեքն էլ առավոտը արթնանան օտիդո իրանց ուտելիքները ունենան։
Այս կարտոֆիլը չգիտեմ Արտաշեսը ոնց, բայց դավը շատ է սիրում։ Արտաշեսին կարող է մի քիչ խանգարի սամիթների ֆակտորը, բայց այս սամիթներից կազատեմ, եթե անհրաժեշտություն լինի, որ ինքն էլ ուտի։ Մի քանի մշկային պրոդուկտներ էին, Wildberries-ից էր ապրանքը ասի, ասեցի ցույց տամ։ Այն օրը դավը ուզում էր կակրել, սա սև հաղաճ է, կոչվում խոր։ Թութ, ես թութ էի ուզել, ճիշտ ասած սպիտակն էի պատկերացել, բայց խորենը սևն էր բերել, որովհետև սպիտակը չէր եղել լավը, մայլինը չկա, բանջարեղեն ու Wildberries-ից պատվիրել է ես посудомоечный մեքենայի տաբլետկաներից, կապսուլաներից, սա գնային առումով ամենամատչելին է, բայց որակապես ինձ դուր է գալի, հատկապես որ վատ հոտ չունի արտահայտիչ, չեմ սի որ ամաններից տենց թույնի հոտ է գալիս։ Այս էլ սև կետիկների դեմ մասկա է, ճիշտ ասած, այն օրը մոտիկից հոնքերս հանելիս նկատեցի, որ ինչ-որ սև կետիկներ են առաջացել քթի հատվածում, հուսամ, որ կոգնի օձիվները լավն էին, պիտի դեմքը նախապես տաք ջրով այսպես ատպալիտ անել, հետո նոր օգտագործել, համ ես համ խորենը կանենք մի հատ, կկիսվեմ հետո իմ կարծիքով։ Օրախակ ես եկել եմ լոգասենյակ, իմ ես բազմաչարչար երեկոյան հոգնած տեսքով, որովհետև անպայման ուզում էի լվայ իմ կիստիչկաները, այստեղ թրջել եմ մի քիչ արդեն, այստեղ ես երբեմն իրանց ավելի ուշուշ եմ լվանում, քան անհրաժեշտ է, բայց վիդեալ է, պետք է իրանց ամեն օգտագործումից հետո լվաս, իսկ ես կարող եմ 3-4 անգամ անեմ, նոր լվանամ, ինչը իհարկե իմ սխալն ու բաց թողումն է։ Լվանում եմ ուղղակի սովորական իմ դեմքի գելով, լավ մի քանի տակ լվանում եմ, այնքան մինչև լրիվ պարզվի ջուր, կստացի մի քանի կիստիչկա թափեցի, որոնք ինձ չէին ծառայում արդեն, կամ չէի օգտագործում, կամ մաշվել էին։ Խոսքով լավ պարզաջրում եմ ու այսպես գլուխը այսպես եմ դնում, որ կլեյը այսպես, որտեղ եթե սենց անես, այդ ջուրը գնում է, կլեյը կպոկվի էլի հետո։ Ու դրանից հետո ուզում եմ սև կետիկների այդ մասկան փորձած լինեմ, դրանից առաջ պետքա գոլորշիով դեմքը, այսպես ասած, պորաները բացել, այդ իմ սրբիչը կվերցնեմ, դեմքի համար նախատեսված, եռացված ջրով մի հատ, այսպես կլվամ, կմզեմ, ու տես մի 5-10 րոպե կնստեմ, բայց դա կանենք հեսա, որ երեխեք կքնեն այդ ժամանակ։ Անպայման ուզում եմ փորձեմ ու հասկանամ լավ մասկա է, թե չէ, ես փորձեմ հետո խորենին էլ կանենք կամ միասին միաժամանակ կարող անենք, տեսնենք, նիզնայ։ Իմ մոտ էս վերջերս, ամառն է լինում, ինչ որ բան անելու, ակտիվություն ցուցաբերելու ժամանակահատվածը գիշերն է։ Ցերեկը ես ջլորած ընկած եմ ավելի, գիշերը ես ստեղծագործում եմ բառիս ամենալայն իմաստով։ Հետևաբար արդեն գիշեր է ու իմ մոտ ակտիվացել է աշխատասերի ռեժիմը։ Հիմա դրեմ մի բան նայեմ, ես սրանցով զբաղվեմ։ Այն ժամանակ մի հատ հարմարանք ունեի, վրան էի լվանում այսպես, հենց ինքը քյարթիկներով, սիլիկոն է հարմարանքել։ Հիմա գիտեք ոնց եմ անում, ձեռքից վրա այդ լցնում եմ կրեմս, ձեռքից վրա սկսում եմ իրան պտտել։ Եկեք մեկ անեմ, տեսնենք նոր անջատեմ։ Okay։ Ասենք վերցնենք էս։ Եկեք այս անգամ այս մի գելով էս անենք։ Ասենք գելը լցրեցի ձեռքից։ Ջուրը բացում եմ։ Թրջելուց հետո սկսում եմ այսպես պտտել ձեռքիս ափի վրա։ Տեսեք ինչքան կեղտա դուրս գալիս, դու կադր մի քիչ ցույց չի տալիս, բայց շատ կեղտա դուրս գալիս։ Ու հետո ջրով լվանում եմ, մի պարտիան արեցի, տեսեք, համարյա լրիվ մաքրվեց։ Հալի որ սա, տեսեք, հիմա մի հատ էլ կանեմ։ Եվ էլի այսպես կպտտել։ Ինքը լրիվ մինչև ջուրը լրիվ չի սպիտակում, թափանցիկ անում, ես չեմ դադարում այս պրոցեսը։ Առաջինը արդեն մաքրվեց։ Շատ հեշտ է իրական մաքրվում, եթե կրեմային տեքստուրա չէ, այլ փոշային, շատ հեշտ է ամեն ինչ արվում։ Օրերը լինում է, որ քեզ չես ուզում նայես հայլու մեջ, որովհետև քեզ զգում ես չգիտեմ ինչ քրքրված, տանջված, փիդրած հով։ Այս օրից օրեն։ Ես նորից էստեղ եմ, իրականում մի ժամ անցել է, եթե ոչ ավել, դավս մի հատ անձեռոցի կտաս, դավին ահա որ հետաքրքիր այս սև դիմակը, եկել է նայի, դեմքս տաք ջրը թրջած սրբիչը, սրբիչով մի 5-10 րոպե այդպես դրած պառկել եմ, ծակոտիները բացել եմ դեմքիս, որպեսզի ավելի շատ օգնի,
Ну, այդպես է գրած ամեն դեպքում պրիմինենիայի բաժնում։ Այսպիսի հերմետիկ փակված վիճակ։ Յոպե, նադա ակուրատ դա։ Վաու։ Ոյ, արդեն իսկ այստեղ մի րոպե, սրա վրա լիքը կա, եկեք էս անենք։ Կողմ իշու։ Չէ, դա մի րոպե։ Խելոք են կոմում կա, պրոստը նայ, դա։ Զոմբի։ Դարի զոմբի է մաման դառնում։ Պլոտնում սլոյում կքսենք, բայց ոչ շատ պլոտնի, որ լավ չորանա, էլի։ Փակի դուրը դավ։ Գնացել աղբորն է կանչը, որ տեսնի։ Ось դիվիջոն։ Հավես, հա։ Ակուրուչ։ Ты будешь возволен мордом. Найс. Хотя он не был черным. Это что? Это что за гадость, а? Будешь тамагочи. Նորից տամագործ եմ, Արտաշերյան դուրը կփակես։ Ай. Լավ դու գնա էլի։ Одна. Լավ, ու եթե ուզես մնան ինչ որ պարտադիր։ Գնա։ Okay։ Դա կատիս չկա։ Տոճկաներ սև, քթիսը շատ չի։ Скидывай, мама, ты женщина? Հույսով լավ։ Какой гадость. Ավելի շատ քիթս է, այն օր ունքերս հանելուց քթից վրա նկատեցի։ Մի արա։ Այդ ես հետո կմաքրեմ։ Քթից վրա եմ նկատի ամենաշատը։ Ես մակ քթի Մինչև ամբողջությամբ չորանալը պահում ենք երեխեք ու հետո փոկելու ենք, մնացորդներն ջրով ուղակի բանանենք։ Այդ միասին կանչ։ Երեխեք քրքրված վերադարձա։ Ուզում եմ ստուգեմ, այստեղ մի քիչ բացեցի, տեսա որ ախ։ Օй, սաղ չի չորացա աչքիս։ Այ։ Հələ տեսնենք ինչ որ բան։ Կարծես թե ոչինչ չկա այստեղ։ Լավ է շուտ է։ Ձեն ձգում է որ ճաքի։ Երևի մի քիչ է սպասեմ, հա։ Հա, եկեք չալարենք մի քիչ սպասենք, որովհետև սենց կարող է ինքը չփոկի, լավ չի չորացել, լավ չի բռնի ու չի փոկի։